Ավելի ու ավելի ահասարսուր են դառնում Գազայից ստացվող կադրերը։ Այս տեսանյութերը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկն էլ է անվանել սրտաճմլիկ ու սարսափեցնող։ Միացյալ Նահանգների նախաձեռնությամբ Գազայում բացված մարդասիրական օգնության բաշխման կենտրոններին են փորձում մոտենալ հազարավոր սովալլուկ պաղեստինցիներ։ Ես մոտ 2 միլիոն մարդկանցից մեկն եմ, որ այստեղ է եկել երեխաների համար սնունդ տանելու։ Վերջին 3 ամիսներին ոչ ալյուր ունենք, ոչ բրինձ, ոչինչ։ Օգնության կենտրոնները Գազայի հարավում են, Թել Ալ-Սուլթան եւ Ռաֆահի մորակ միջանցքներում։ Հյուսիսային շրջաններ անգամ մի կտոր հաց չի հասնում։ Բայց հարավին էլ չի հերիքում օգնությունը։ Առայժմ ընդամենը 2 կենտրոն է գործում հազարավոր ընտանիքների համար։ Տեղեկություններ կան, որ Իսրայելի զինվորականները կրակ են բացել օգնության կենտրոններ շտապող քաղցած խաղաղ բնակիչների ուղղությամբ։ 3 մարդ է զոհվել, 46 վիրավոր կա, մոտ 1 տասնյակ մարդ անհետ կորել է։ Ցահալը հերքել է լուրը, պնդել, թե զորքը նախազգուշական կրակոցներ է արձակել խուճապը հանդարտեցնելու համար։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, որին անգամ դաշնակիցներն են քննադատում մարդկանց հումանիտար օգնություն չհասցնելու համար, վերջին ելույթում պնդել է, թե պատերազմի սկզբից ոչ մի պաղեստինցու չի տեսել հյուծված։ 1.8 million tons 1.8 միլիոն տոննա պարեն է մտել Գազա ու դրա համար մարդիկ չեն վճարել։ Գազայում զանգվածային սով չեք տեսել, ես ապացույցներ ունեմ։ Գազայում Համասի անդամներին գերի վերցնելիս առաջին բանը, որ անում ենք, վերնաշապիկները հանելն է, որ համոզվենք մահապարտների ժիլետներով չեն։ Հազարավորներից ոչ մեկը չկա, որ հյուծված լինի, իսկ մեզ մեղադրում են մարդկանց սովամահության մատնելու համար։ Համասն է ուտելիքը վաճառել խաղաղ բնակչությանը, այդ փողով ֆինանսավորել նոր զինվորներին։ Պաղեստինցիները մեղադրում են Գազայի մարդասիրական հիմնադրամին կողմնակալ վերաբերմունքի համար։ Պաղեստինցիների խոսքով օգնությունը տրամադրվում է միայն Իսրայելի վերահսկողության տակ գտնվող տարածքների բնակիչներին։ Մարիամ Ամերջանյան, Նորայր Հակոբյան, Հայլուրի համար։